Սերգեյ Արթուրի Բարսեղյան։ Մեր հայրենիքի պաշտպանության համար մենք շատ թանկ ենք վճարել։ Հազարավոր քաջորդիներ են զոհվել հայրենիքը թշնամուց փրկելու առաքելությամբ։ Նահատակների շարքում է պաշտպանության բանակի զինվոր կրտսեր սերժանտ Սերգեյ Արթուրի Բարսեղյանը։ Ծնվել է 2001 թվականի հունվարի 12-ին Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոցում։ Բժշկի մասնագիտությունն էր հավանում եւ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջի ռազմաբուժակ բաժինը։ Սերգեյ Բարսեղյանը բժշկական քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ 2019 թվականին Սերգեյ Բարսեղյանը զորակոչվել է պաշտպանության բանակ եւ պարտադիր զինվորական ծառայության անցել ջրականի զորամասում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրերին նրանց գումարտակը եղել է իրենց զորամասի պահպանության վայրերում։ Հոկտեմբերի 3-ին Սերգեյին եւ նրա ծառայեկից ընկերներին տեղափոխել են սկզբից Լելեթեփե կոչվող բարձունքի մոտակա հատված, այնուհետև Նարինջ կոչվող տեղամաս, որտեղ նրանք մեծաքանակ զորքով ընկնում են շրջափակման մեջ։ Նույն օրը հոկտեմբերի 3-ին Սերգեյը եւ իր ծառայեկիցները զոհվում են թշնամու կողմից կիրառված տարբեր զինատեսակներից արձակված կրակոցներից։ Սերգեյ Բարսեղյանը հուղարկավորվել է 2020 թվականի նոյեմբերի 22-ին եղբայրական հուշահամալիրում։ Սերգեյ Բարսեղյանը ազատ ոչի ըմբշամարտ մարզաձևից մասնակցել է մրցույթներին եւ գրավել առաջնակարգ տեղեր, շատ հաճախ արժանացել առաջին մրցանակի, այդ են վկայում նրա մեդալները, պատվոգրերը եւ հավաստագրերը։ Սերգեյ Բարսեղյանը պարապելու ըմբշամարտ մարզաձևով, չնայած պարապել է քիչ ժամանակահատված, բայց նա աչքի է ընկնում իր համեստությամբ, հավասարակշռությամբ, որպես ամբիշ ֆիզիկապես ուժեղ մարզիկ էր։ Նա կար ժամանակահատվածում կարողացավ Արցախի հանրապետության առաջնության ժամանակ վերցնել արծաթ մեդալ։ Աչքի էր ընկնում համեստությամբ, շատ ուժեղ մարզիկ էր։ Նա եղբայրը, փոքրիկ եղբայրը շարունակում է իր գործը, ցանկանում է նմանվել իր հարազատ եղբայրը։ Նա մեզ հետ վերաբերվում է որպես փոքր եղբայր, օգնում էր ամեն դժվարին պահերում, սովորեցնում էր շատ հնարքներ, ես նրանից շատ բան եմ սովորել։ Դպրոցին հարիր հագու կապով, մաքուր, ամեն դասի պատրաստ, ցանկացած դասի պատրաստ։ Եվ չեմ հիշում մի դեպք, որ որևէ մի ուսուցիչ կա ու բողոքի կամ մի աշակերտ նրանից բողոքի։ Նա միշտ լսում էր ու կատարում ուսուցիչների բոլոր հանձնարարությունները։ Սերգեյը բազմակողմանի զարգացած տղա էր, ձեռագործ աշխատանքներ ուներ, սիրում էր պատրաստել տարբեր իրեր, սիրած հերոսներին, մասնակցում էր նաև շախմատի եւ նկարչական խմբակներին։ Ասում են, շատ գեղեցիկ էր նկարում։ Որպես մայր եւ ցանկացած մեր հարազատներից, ցանկացած իր ընկերներից նույնպես կարող են այդ ամեն ինչը վկայել եւ ասել, որ իրոք ինքը անթերի է բնավորության հարցում։ Ճիշտ է, մանկուց մի քիչ չարաճճի էր, դպրոցում հենց առաջի դասարանից ինքը սովորում էր գերազանց։ Գերազանց գնահատականներով էլ ավարտեց դպրոցը 7-րդ դպրոց միջնակարգ։ Իր ծնողական ժողովներին միշտ գլուխս բարձր է հաճախում։ Տարեվերջին էլ դուրս է գալիս դասարանից գովասանագրով արտադիր, սիրուն ձեռագիր ուներ պատից կախված։ Պարտանում էի, որ ունեմ նման որդի։ Իր այդ կապված շատ նպատակներ ու հույսեր, ծրագրեր ունեինք, միշտ խորհրդակցում էր իմ հետ, ցանկացած հարցում։ Իմ եղբայրը շատ խելացի, շատ ազնիվ, շատ բարի եղբայր։ Մենք միասին ունեցել ենք շատ լավ մանկություն։ Մենք միասին հաճախել ենք դպրոց, դպրոցում բոլորը ճանաչում են նրան։ Ճանաչում են, թե ինչքան լավ մարդ է, թե ինչքան լավ ընկեր է։ Սիրում էր անակնկալներ անել, միշտ գալիս էր ցախկե փունջով էր մտնում տուն։ Սիրում էր մտավոր խաղեր խաղալ ավելի շատ։ Զինվորներ էր նկարում փոքրուց, տանկեր։ Սովորել ենք նույն քոլեջում, Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում։ Նա սովորել է գերազանց եւ որ գալիս է տուն, ինչ որ բան չի հասկանում, օրինակ այդ դասից ինքը նստում էր ու բացատրում էր միշտ։ Փոքր ժամանակ միշտ ինքը ինձ վախեցնում էր եւ ասում էր, որ
բոբոխը կգա քեզ կգողանա։ Նա շատ բարի էր, շատ լավն էր ու շատ հոգատար էր։ Սիրում էր ինձ շատ։ Սերգեյը իմ առաջին թորնիկն է, ինքանթերի էր, բարի հոգատար բոլորի շատ հարգված, սիրված բոլոր բարեկամների կողմից մեծացել է շատ դաստիարակված, դպրոցից սկսած մինչև ծառայություն, ինքը ամեն ինչում անթերի էր։ Նրա մասին կարելի է խոսել անվերջ, քանի որ նա օժտված էր մարդկային ամենաբարձր հատկանիշներով։ Նրա համար գոյություն չուներ մարդկային որևիցե մեկը, որ նա ասեր, այս մարդը վատն էր, ուսումնատենչ էր, ամենից շատ իմ մոտ տպավորվել էր նրա այդ ուսումնատենչ լինելը։ Հիշում եմ մի դրվագ, մի անգամ եկա իրանց տուն, ես արդեն ամուսնացած էի, իրանց կահույքին թռուցիկներ էր կախած, շատ սաղ անգլերեն բառեր էր գրած։ Այսինքն եկա, ես ինչ ես արել, բալես, ասեց, հորքուր չեմ հասցնում, ինքն էլ այդ ժամանակ պատրաստում է, որ պիտի բժշկական համալսարան ընդունվեր, չեմ հասցնում, վախենում եմ անգլերենս մոռանամ։ Սենց հատ գրել են բառերը, որ ամեն կոշիկներս հագնելուց, տուն մտնելուց, վերարկուս հանելուց, հագնելուց կրկնեմ ասма, որ ես իմ անգլերենը չմոռանամ։ Սիրում էր, տիրապետում էր տարբեր լեզուների, բայց ամենից շատ սիրում էր բժշկությունը։ Ինքը օրուգիշեր աշխատում էր, որպեսզի ընդունվեր, ու ինքը հասավ իր նպատակին, ինքը ընդունվեց, ուրախ էր շատ, ես հիշում եմ այդ օրը, որ գնացինք իր թղթերը հանձնելու համալսարան, ինչ ուրախությունով էր ինքը, նայում 4 կողմը համալսարանի պատերին, ուսանողներին, շատ ուրախ էր, շատ անչափ։ Ասեցի, ես պետքա լավ բժիշկ դառնամ, խելացի, իրոքից ինքը կդառնար։ Սերգեյ Բարսեղյանը բժշկական քոլեջն ավարտելուց հետո հասնում է իր բաղձալի նպատակին, ընդունվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Համալսարանն ընդունվելուց հետո զորակոչվում է բանակ։ Ծառայում էր ջերականի զորամասում, նա երկրորդ հրաձգային գումարտակի 4-րդ հրաձգային վաշտում էր, որպես նռնականետիչ։ Ֆիզիկապես շատ ուժեղ էր եւ կոպված։ Երբ գնացինք, որ ինքը այդ թուղթը հանի, որ տենանք Սերգեյը, որ զորամասում պիտի ծառայության անցնի, նենց ուրախ դուրս եկավ, ես ասի երևի ես ինչ լավ տեղ անգել, ասեցեք եւ ասեց հորքուր Ջաբրայել։ Ես իսկ սկսեցի լացել, ասեց անգրկից, ասեց ինչ ես լացում, ասում ընկերներս սաղ այնտեղ է, լավ տեղ է, չմտածեք, ասում էդի ամենալավ տեղն է, ես տեղ եմ ուզեցել միշտ ծառայել։ Բայց չգիտես ինչի իմ մոտ նենց մի տպավորություններ, ասես կանխազգուշացումներ, թե զգացողություններ, որ այդ Ջաբրայելը, չգիտեմ, չեմ կարողանում բացատրեմ, այդ պահն եմ հիշում իրան։ Երբեք ես իրան չեմ հիշում, մի պահ, որ ինքը տրտնջա, շատ հաճախ չենք խոսացել, չգիտեմ ինչի վախեցել եմ միշտ, իր մորից եմ տեղեկացել, ասել եմ երբ զանգի ինձ կտեղեկացնեք, ես ուշուշ եմ զանգել, ասել եմ երեխուն անընդհատ չանհանգստացնեմ։ Փոքր ժամանակ նա միշտ խփում էր, որ եւ ասում էր, որ ես պիտի դառնամ ուժեղ, բայց ես չէի հասկանում, ուզում էի, որ նա գնար բանակ, գնալու վաղտ եկել էր, ես տխրել էի եւ նա մոտիկացել է եւ գրկել։ Նա երբ գնացել է բանակ, ասում էր, որ ամեն օր պետք է 20 ժիմ անեի, 20 ժիմ էի անում, ոնց ինքը ասել էր։ Գնաց ծառայության, տարօրինակ զգացում կար, որ ինչ-որ վտանգ է սպառնում այդ Ջաբրայելում հենց կոնկրետ զգացողություն կար մոտս, ասի բայց կարա տեղդ փոխենք, կուզես, ասես չէ մամ, ստեղ իմ համար շատ լավ է։ Ես հարմարվել եմ, ընկերներս տեղ են, իմ աղբերներս տեղ են, չեմ ուզում տեղափոխվեմ։ Ծառայությունը իր անցնում էր իր հունով, ինքը երբեք չի բողոքել, երբեք։ Ինքը միշտ ասում էր մամ, լավ եմ ես, ոչ թե լավ, այլ վշի եմ, այդ իր բառն էր, երբ հարցնում էի բալես մոտս, ասում էր մամ, վշի եմ։ Մենք ծառայության ընթացքում շատ ենք շփվել, ամեն օր զանգում էր, հարցնում էր, ոնց ես, ինչ ես։ Մայրիկիս ծնունդը պետք է լիներ, հոկտեմբերի 8-ին պետք է լիներ ծնունդը։
Եվ ինքը շատ մտահոգ էր, մինչև ծննդյան օրն էլ ասում եմ, մամ, ինչ պիտի անեմ, քո ծնունդը ոնց շնորհավոր եմ։ Միլենա ասեց, ուզում եմ նկար անեմ կամ ինչ-որ վիդեո հոլովակ նկարեմ, ուղարկեմ մամային, որ ուրախացնենք, էլի։ Ասի լավ, կուղարկես։ Մինչև պատերազմ սկսելը ինքը նկարվեց ու այդ նկարը փոխանցեց իր ընկերոջը։ Մամ ջան, ծնունդը շնորհավոր։ Շնորհավոր։ Ինքը այնտեղ էլ լավ ծառայող էր, օրինակելի, իր հրամանատարը իրան շատ սիրում էր, ինքան պարզ, բարի ընկերասեր էր, որ այնտեղ ձեռք բերել մականուն, իր մականունը հալալ էր, իր հրամանատարն է իրան տեսակ անուն, մականուն տվել, ու ինքը պատմում էր, ասում էր ման, որ մեր մոտ նոր ծառայողներ են գալիս, զինակոչիկներ, որ նոր գալիս են, ասում էր, իմ հրամանատարը միշտ ասում է առաջինը այն տղու հետ շփվեք, մեր հալալն է ինքը, հետո նոր մնացած տղաների հետ, որտեղ շատ պարզ ու բարի սիրտ ուներ։ Մենք մի անգամ գնացել էինք իրան այցելության, գնդապետը մեզ դիմավորեց, ահագին գովեց, շնորհակալություն հայտնեց մեզ, ասեց շատ ապրեք, որ նման որդի եք դաստիարակել։ Մարսելյան Սերգեյ, եվրոպական երթուղալու կապակցությամբ իզբոտ։ Լսում եք։ Արոն Նամակեցենյան, Շաքրեն Մարսելյան ներկայացել երթուղալու կապակցությամբ։ Ես Սերգեյ Մարսելյանից երթում եմ։ Ծառայում եմ հայրենիքիս։ Առաջնագծում մարտական հերթապահություն էր իրականացնում։ Նրա զենքը նռնական էդներ, միաժամանակ չի մոռանում ապագա բժշկի իր մասնագիտությունը, հարկ եղած դեպքում ծառայեկիցներին ցուցաբերում էր բժշկական օգնություն։ Հրամանատարությունը եւ ծառայեկիցներն անչափ սիրում էին Սերգեյին, շատ սրտաբաց եւ ազնիվ զինվոր էր։ Երբ սկսվել է 44-օրյա պատերազմը, նրանց գումարտակը եղել է իրենց զորամասի ջրականի պահպանության վայրերում, մարտեր մղելով թեժ կրակակետերում։ Պատերազմի թեժ ժամանակներում նաև կարողացել է իր ընկերներին համապատասխան օգնություն ցուցաբերի եւ գիտեք շատ շատերից ենք լսել ինչպիսի համեստ ու ազնիվ ազնվորություն էր նա եւ իզուր չի նրա ածականը եղել հալալ, այսինքն մարտի դաշտում նա շատ բարձր մակարդակով կատարել է իր պարտականությունները եւ տվել է այս երկրի պաշտպանության համար ամենաթանկը իր կյանքը։ Սեպտեմբերի 25-ին ինքն զանգեց, ասեց մամի, ես բարձրանում եմ պոստեր, իր հերթափոխի օրներ 25-ին։ Բավականին երկար խոսեցինք, նենց վաղտ, որ մի 15-20 րոպե ենք խոսում, այդ օրը կարծես թե ինչ-որ զգար իր սիրտը, համարյա մի ժամ խոսացել ենք, ահագին երկար խոսացինք այդ օրը։ Պատերազմը սկսվեց 27-ին, ինքը ուշ ժամի զանգեց, մենակ այդ օրն էր, որ ասի, բալես ոնց ես, ասեց մամ, լավ եմ, միշտ ասում էր վշի, այդ օրը ես առավոտից զանգում էի անընդհատ իրան, ոչ մի ձև չէի կարում, իր այդ խոսայի կապնվեի, որովհետև կապ չկար, անհասանելի էր անընդհատ, ահա որ անհանգիստ վիճակում, բայց վերջապես 9-10-ի կողմեր զանգ եկավ ուրիշ համարից, ու ես իր ձենը լսեցի այդ օր, շատ ուրախացա, ուրախությանս չափ սահման չկա, որ վերջապես զանգեց, որ վերջապես ձենը լսեցի, սիրտս հանգստացավ մի թեթև, ասեց մամի, ես լավ եմ, չանհանգստանաս իմ համար, ու ասեց, որ իմ մազն անգամ չի ծռել, չլացես, խոստացի, որ չես լացելու, ես հիշում եմ այդ օրը։ Ասել եմ, բալս կփորձեմ։ Բոլորին բարևի, հորքուրներին, տատիկներին, պապիկներին, բոլորին բարևի, ես լավ եմ, իմ համար մի անհանգստացեք, դուք լավ եղեք, տեղափոխվեք Հայաստան, որ անվտանգ լինեք։ Ես ասի, բալես, մենք լավ ենք լինելու, դու քեզ լավ նայի, ասեց լավ կզանգեմ, բայց դե ցավոք հոկտեմբերի 1-ին վերջին մեր
խոսարներ իրար հետ, որ մենք կապվել ենք, խոսացել ենք։ Հիշում եմ այդ չարաբաստիկ պատերազմի օրներ, առաջի օրներ, հենց առաջին կրակոցից բոլորիս վերանում Սերգեյն էր, որ ինչ պիտի լինի երեխու հետ նստած ինքն էր զանգում էր, մեզ էր սիրտ տալիս։ Լավ եմ ես, չմտածեք, սաղ նորմալ է, սաղ լավ է, անգամ վերջի զանգի ժամանակն էս պատահականություն ստացվեց, այդ պահին իրա պապան էլ զանգեց, ինքը մամային զանգեց, այդ պահին պապան էլ զանգեց, երկու հեռախոս, այսինքն Սեգոն զանգել է, դե երկար ենք սպասել զանգին, չհավատաց իրա պապան, ասաց ճիշտ եք ասում, հեռախոսից հեռախոս միացրեցինք, Սեգոն պապայի ձենը լսեց, պապան Սեգոյի վերջի զանգի ժամանակներ այդ ժամանակ էլ ասեց, սաղ լավ եք, հագուներիս կբարևես։ Էլի մտածում էր ուրիշների մասին, ինքը արդեն շրջափակման մեջ էր, հետո իմացանք, որ այդ զանգի ժամանակ ինքը շրջափակման մեջ էր։ Հոկտեմբերի 3-ին Սերգեյին եւ նրա ծառայեկից ընկերներին տեղափոխել են Լելեթեփե կոչվող բարձունքին մոտակա տեղանք, որտեղ ահեղ մարտեր էին ընթանում, այնուհետև եղել է Նարինջ կոչվող տեղամասում, որտեղ նաեւ հրամանատարական կետ կար։ Նույն օրը մեծականակ զորքով Նարինջ կոչվող տեղամասում նրանք ընկան շրջափակման մեջ։ Շրջափակման մեջ հայտնված Սերգեյը եւ իր մեծաթիվ ծառայեկիցները ահեղ մարտ են մղել թշնամու դեմ։ Մարտադաշտում Սերգեյը բացի իր զենքի, նռնականետի կիրառումից, նաև փորձում էր վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերել թափվող կրակների տակ։ Սակայն ապարդյուն, զորքի փրկությունը դառնում է անհնարին։ Հոկտեմբերի 3-ին զոհվում են տղաները, մարտնչելով մինչև իրենց վերջին շունչը։ Թշնամին գրավում է այդ տարածքը, տղաների դիակները մնում են նրանց տիրապետության տակ, հարազատները լուրջ չգիտեին, փնտրում էին իրենց որդուն։ Ամիս ու կես մենք իրան փնտրում էինք անդադ, ամեն օր զանգում էի թեժ գծեր, հիվանդանոցներ, պարտադիր հիվանդանոցների ցանկը վերցրել էի ու հերթում ամեն օր տարբեր ժամերի զանգում էի, որ միգուցե ինքը վիրավոր է, միգուցե ինչ-որ հիվանդանոցում է։ Բայց չէ, հետո հիվանդանոցներից մեկում իր այդ ծառայող, իր ընկերներից հանդիպեցինք մեր կողոքով, ու իրանք պատմեցին, ասեցին, որ Սերգեյին տեսել են, իրան անդադ տեսել էին վիրակապելուց, իր ընկերներն էր հիվանդանոցի, ասեցին, որ տեսել են իրան լավ էր, բայց ցավոք պարզվեց հետո, որ հոկտեմբերի 3-ին շրջափակման մեջ մնալով իրանց այդտեղ գնդակոծեցին, դենեթա անալիզի միջոցով մենք իրան գտանք։ Ես համոզված եմ, որ կլիներ լավագույն բժիշկներից մեկը, եթե չլիներ այս չարաբաստիկ պատերազմը։ Իրեն որոշումները միշտ հստակ էին, երբեք իր որոշումներից ոչ մեկը չի բեկանվել, որովհետև ինքը հստակ գիտեր ինչ էր ուզում կյանքից։ Շատ ենք խոսել, կիսվում ենք միշտ իրար հետ, բոյով ինձ ահագին գրկում էր, կորում էր նրա գրկի մեջ, ասեր հակուրիկ, տես արդեն մեծացել է, մեծ տղա եմ դարել, ասի հաբալես, աչքիս առաջ մեծացել դրա համար ես չգիտեմ, մեր ցավը շատ խորն է, բայց հպարտենք, որ ունեցել ենք նման բալիկ։ Պատերազմի այդ ահեղ օրերին հոկտեմբերի 30-ին պայմանավորվածության համաձայն թշնամին 29 զինծառայողի դիակ եւ 1 գերի ընկած զինծառայող է վերադարձնում հայկական կողմին։ Այդ դիակների մեջ էր նաեւ կրտսեր սերժանտ Սերգեյ Բարսեղյանի մարմինը։ Սերգեյ Բարսեղյանի դիակը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն դատաբժշկական փորձաքննության եւ դատաբժշկական նույնականացման թեստի արդյունքում նոյեմբերի 20-ին հաստատվել է Սերգեյի զոհվելու փաստը։ Դիակը Հայաստանից տեղափոխվել է Ստեփանակերտ եւ 2020 թվականի նոյեմբերի 22-ին հուղարկավորվել եղբայրական հուշահամալիրում։ Ընտանիքում 3 երեխա էին, ավագը Սերգեյն էր, քույրը Միլենան այժմ ամուսնացած է, երեխա ունի։ Եղբայրը Մհերը սովորում է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 դպրոցի 8-րդ դասարանում։ Մհերը եւս ըմբշամարտիկ է։ Սերգեյի հայրը Արթուր Բարսեղյանը եւս մասնակցել է 44-օրյա պատերազմին, այժմ էլ եղբայրական գերեզմանոցի սպասարկում պոակի տնօրենն է։ Նա նաեւ 44-օրյա պատերազմում զոհվածների եւ անհայտ կորածների հարազատների միության հիմնադիրներից է։ Մինչև այդ իրադարձությունները
մենք ծանոթ չէինք, արդեն այս դեպքերից հետո ծանոթացա Սերգեյի հոր հետ, Արտուրի, երկուսս էլ նույն բախտակիցներն ենք եւ համատեղ ջանքերով նույնիսկ Արտուրի նախաձեռնությամբ եւ իր ընկերների նախաձեռնությամբ հիմնեցինք մեր հասարակական կազմակերպությունը։ Գիտեք, մեր մեջ այնպիսի մի ցանկություն էր առաջացել, որ գոնե այս քայլով կարողանանք հավերժացնել մեր տղաների անունները եւ կարծես թե ինչ որ մի ձև էլ կդառնանք շարունակած նրանց աշխատանքը, խնդիրները տեղ հասցնելուն։ Ու այդպես լծվեցինք կազմակերպության ստեղծման աշխատանքին, ծանր աշխատանքին, որը իր հետ նաև շատ մեծ դժվարություններ, շատ մեծ աշխատանք էր պահանջում սկզբնական շրջանում եւ կարող ենք հիմա փաստել, որ պատվով ենք կատարել այդ դժվարին աշխատանքները։ Ինչպես գիտեք, նաև եղբայրական գերեզմանատան այդ կառուցապատման մեր տղաների անունները հավերժացնելու համար եւս մեծ աշխատանք է կատարվել։ Այստեղ նաև մեծ ներդրում ունի Սերգեյի հայրը Արտուրը։ Գիտեք, ինձ թվում էր, որ ինքը այդ աշխատանքների մեջ լծվելով արել է այն ամենը իր զավակի եւ նաեւ բոլորի հանդեպ, համարելով, որ բոլորը նաեւ իր զավակներն են, իր ընկերներն են։ Տեսել եմ ինչպիսի նվիրվածությամբ է նա այդ աշխատանքը կատարում եւ ունեցանք մեր տղաներին վայել։ Շատ էր սիրում իր Սերգեյ պապիկին, այդ պատճառով որդուն Սերգեյին պապիկի անունով էր կոչել։ Սերգեյի մայրը տիկին Ինգան չի աշխատում, որդու մասին մեծ հպարտությամբ է արտահայտվում։ Սերգեյի նվարդ տատիկը ոչ մի խոսք չկարողացավ արտահայտել թոռան մասին, չնայած ձևանում էր որպես ուժեղ տատիկի։ Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոցը վառ է պահում իր զոհված շրջանավարտների հիշատակը։ Դպրոցի 7-րդ A դասարանը անվանակոչվել է Սերգեյ Բարսեղյանի անունով։ Երբեք չի եղել, որ Սերգեյը որևէ հանձնարարություն դա լինի կապված դասերի առարկաների թեմաների հետ, դա կապված լինի դպրոցի որևէ հասարակական աշխատանքի հետ, Սերգեյը անթերի չկատարի։ Ստեփանակերտի բժշկական քոլեջի նախասրահում 44-օրյա պատերազմում զոհված 11 ուսանողների լուսանկարների շարքումը Սերգեյի նկարը, իսկ քոլեջի շենքի բակում հուշաքար խաչքար է տեղադրվել ի հիշատակ քոլեջի զոհված ուսանողների։ Սերգեյը հայկի սերունդ հասարակական կազմակերպության անդամ էր, ակտիվ մասնակցություն ուներ, նաև կազմակերպիչն էր մի շարք միջոցառումների։ Ես մեր Արցախ աշխարհին մենակ խաղաղություն եմ մաղթում։ Ու շատ կուզեմ, որ այլևս պատերազմ չլինի, խաղաղ երկնքի տակ մեծանան մեր երեխաները։ Մի բուռ հողը գոնե կարողանանք պաշտպանել, որովհետև մեր այս հողում մեր բոլոր երեխաների, մեր տղաների արյունն է թափված, ամեն մի սանտիմետրի մեջ արյան հետքեր է։ Մենք պետք է պահենք ամեն գնով։ Ես շատ հպարտ եմ, որ նման եղբայր եմ ունեցել։ Ինքը իմ սրտում ապրում է Հավիտյան։ Ես կուզենայինարտասանել, որը նա ինքն է, հենց վերջի երկու քառատողը ինքն է գրել։ Մենք ուժեղ ենք միասին եւ կարող ենք ավելին, կնվիրվենք հայրենիքին եւ կհասնենք հաղթանակի։ Այդ քառատողի մեջ ամեն ինչ ասեց, չգիտեմ, ասելու բան չունեմ, ինքն նվիրեց իր հայրենիքին, որպեսզի ապագա լինի այս հայրենիքում։ Եվ մենք պարտավոր ենք միշտ նրա անունը վառ պահելու, միշտ նրա մասին միայն դրականը խոսելու եւ ես խոնարհվում եմ բոլոր մեր զոհվածների առջև, նրանց մայրերի առջև։ Ես միայն ուզում եմ, որ այլևս պատերազմ չլինի, որպեսզի մեր երեխաները ապրեն մեր հայրենիքում։ Ինքը դարձավ քեռի եւ չտեսավ իր քրոջ երեխային։ Ինքը կլիներ աշխարհի ամենալավ քեռին։ Թող որ Աստված տա, որ միայն լավն ու բարին լինի Արցախ աշխարհում, որպեսզի այլևս պատերազմ չլինի։ Թող որ մեր զինվորները ծառայեն խաղաղ երկնքի տակ եւ անփորձանք տուն դառնան։
Ես այսքանից հետո կցանկանայի մեր Արցախ աշխարհին խաղաղություն, ոչ մեկի աչքում արդյունք չլինի։ Մեր մանուկները ապրեն, մեծանան խաղաղ երկնքի տակ, իրանք բոլորը մեր սրտում են, մեր հայրենիքի համար են իրենք մահացել։ Շամարտի եմ գնում իր տրեյների մոտ եւ ուզում եմ իր ասածը անեմ ու դառնամ ուժեղ, որ մեծանամ, ուզում եմ դառնամ Սերգեյի նման բժիշկ եւ կշարունակեմ իր գործը։ Արցախի պատիվը ոչ միայն պահում էր գորգում, այլ նաև մարտի դաշտում։ Եվ նրա ընկերները այսօր պարապելով իմբշամարտ մարզաձևով միշտ բարձր են պահում նրա պատիվը։ Բոլոր հուշամրցաշարերի ժամանակ մենք միշտ հիշում ենք մեր բոլոր նահատակված իմիջների հիշատակը եւ խոնարհում ենք նրանց առջև։ Շատ ենք պարտավոր մեր տղաներին, ցանկանում ենք հուշամատյան ստեղծել 44-օրյա պատերազմում նահատակված տղաներին նվիրված եւ յուրաքանչյուր կենսագրական ուսումնասիրելով բացահայտում ենք այդ տղաներին։ Այդպիսին է նաեւ եղել Սերգեյ Բարսեղյանը։ Մեր ապրելակերպով պետք է հավերժացնենք Սերգեյի եւ Սերգեյի նման մեր նահատակված տղաների հիշատակը։ Պետք է արժանավայել կերպով, նրանց արժանավայել կերպով ապրենք։ Մեր գործով, մեր կատարածով, մեր ստեղծելով ապացուցենք տղաներին, որ իրենք իզուր չեն զոհվել եւ մենք կարող ենք արժանի լինել նրանց եւ կարող ենք ճիշտ ապրել նամանավանդ այս դժվար ժամանակներում, որ բոլորիս համախմբվածությունն է անհրաժեշտ, բոլորիս գիտակցական մոտեցումն է անհրաժեշտ եւ բոլորս պետք է գիտակցենք, որ այդ տղաները իրենց կյանքը զոհաբերել են հանուն մեզ, հանուն մնացածին, հանուն նրան, որ մենք գոնե այսուհետ ճիշտ ապրենք եւ կարողանանք երկիրը այս ցաներ իրավիճակից պատվով դուրս բերել։ Եվ հույսով եմ կունենանք հաջողություններ, տղաներին կասենք կներեք տղաներ, որ չկարողացանք ձեր կյանքը փրկել, բայց իմացեք, որ ձեր գործը իզուր չի եղել, ձեր զոհաբերած կյանքը նպատակին է հասել։ Փառք մեր տղաներին, փառք Սերգեյին եւ բոլոր մեր նահատակված հերոս տղաներին։ Բարսեղյան Սերգեյ Արտուրին Հաջի մահով ընկել է հայրենիքի ազատության եւ անկախության համար մղվող մարտերում։ Փառք հերոսին։ Համեր փառք։ Զորամասում գերազանց ծառայության համար պարգևատրում էր նախատեսված, որն այդպես էլ չհասցրեց ստանալ կարգապահ զինվորը։ Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Պաշտպանության բանակի թիվ 59-703 զորամասի զինծառայող կրտսեր սերժանտ Սերգեյ Արտուրի Բարսեղյանը հետմահու պարգևատրվել է մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով եւ մարտական ծառայություն մեդալով։ Փառք ու պատիվ հավերժ զինվոր հերոսական Սերգեյ Բարսեղյանին ու բոլոր զոհված տղաներին։